Այ այսպիսի մազեր ես ձեռք բերեցի այն ժամանակ, երբ որ սկսեցի զբաղվել թրեյդինգով։ Phoenix Trading, մազաթափության խնդրի լուծման գովաստ։ Բարև բոլորի, դուք Phoenix Trading ալիքում եք, որտեղ ես սովորեցնում եմ ձեզ թրեյդինգ լրիվ անվճար։ Ես որքան ժամանակ է իմ դեմքը չէի ցուցադրում, երևի կարոտած կլինեք, եկեք այսօր ես ուզում եմ ձեր հետ խոսել կյանքից, թրեյդինգից, ձեր մոտիվացիան մի քիչ բարձրացնեմ եւ կկատարեմ մի քանի ձևական գործարք, որpիսի դուք չձանձրանաք։ Եկեք, հիմա ես կգտնեմ լավ տրենդ եւ ուղղակի տրենդով կկատարեմ գործարք, ինչպես որ մենք միշտ սովոր ենք կատարել իմ սիրելի տրեյդերներ ջան։ Նայեք, դնում եմ ուրեմն ես $5, եկեք, մի 7 րոպեով գնում։ Որpիսի չձանձրանանք եւ մենք կարողանանք զրուցել միմյանց հետ, չէ՞ որ ամենակարևորը տրեյդինգում դա հոգեբանությունն ու ձեր մտածելակերպն է։ 90% հաջողությունը գալիս է ձեր հոգեբանությունից։ Եվ իհարկե պրակտիկան շատ կարևոր է, գործարքները, վերլուծությունը, բայց եկեք չմոռանանք, որ հոգեբանությունը ամենակարևորն է տրեյդինգում։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել իմ տրեյդինգի ուղին եւ ինչերի միջով եմ ես մոտավորապես անցել, ինչ հետաքրքիր սիտուացիաներ է տեղի ունեցել իմ կյանքում։ Իհարկե, ես շատ բաներ հիմա չեմ հիշում, ընթացքային ես կհիշեմ եւ մնացած վիդեոներում նույնպես կպատմեմ, բայց հիմա ինչը որ հիշում եմ այս բանին, ուզում եմ կիսվել եւ պատմել ձեզ։ Ովքեր չգիտեն, ես արդեն 3 տարի տրեյդինգում եմ, որից 1 տարի ես կարողանում եմ իմ գործարքները փակել պլյուս։ Եվ ամենահետաքրքիրը թե ոնց ես կարողացել եմ 156 բալանս կորցնել եւ ասեմ, որ տարբեր գումարներ, եղել է բալանս, որ եղել է $1000, եղել է բալանս, որ եղել է $10, եւ ոնց ես չեմ կոտրվել եւ շարունակել եմ զբաղվել տրեյդինգով, ինչու, ինչն է ինձ օգնել այդ ժամանակ։ Ես հիմա ուզում եմ ձեր հետ կիսվել այդ հետաքրքիր պատմություններով, ասեմ իմանաք, որ ես երբ որ տրեյդինգ ընտրեցի, բոլորը դեմ էին, թե ընտանիք, թե ընկերներ, բոլորը, ովքեր լսում էին տրեյդինգի անունը, միանգամից ասում էին ոչ։ Եվ հիմա դուք կհարցնեք, լավ, եթե բոլորը դեմ էին եւ այդքան ժամանակ ես գումար էի միայն կորցնում, ոնց է ես կարողանում ուժ գտնել, որպեսզի շարունակեի։ Հիմա նայեք, երբ որ ես տրեյդինգը տեսա, գովազդով տեսա, ես միանգամից ասեցի, որ ես ուզում եմ լինել լավ տրեյդեր։ Նույնիսկ ուզում եմ դառնալ լավագույն տրեյդերը աշխարհի, բայց սենց ասեմ, լավագույն ասելով մի կհասկացեք ամենահարուստը, ամենաշատ աշխատող, ոչ։ Կարող է լինել լավագույն այն տրեյդերը, որը որ կկարողանա շատ մարդկանց անվճար սովորեցնի տրեյդինգ։ Այսինքն լավագույն բառը հարաբերական է, եթե ես կարողանամ շատ եւ շատ մարդկանց տալ գիտելիքներ տրեյդինգում, օգնել, որպեսզի իրենք փոխեն իրենց կյանքը, հիմա դա է լավը, թե այն մարդը, ով որ միայն իր մասին է մտածում եւ էգոիստաբար աշխատում է եւ մաքսիմում շատ գումարով դուք նրա մոտ կարողանաք սովորել տրեյդինգ, բայց չկա գարանտիա, որ դուք կդառնաք աշխատող տրեյդեր եւ նույնիսկ նրա գործարքների պատմությունն էլ չեք տեսնի։ Հիմա նայեք իմ սիրելի տրեյդերներ ջան, ինչն է ինձ ուժ տվել, նախ առաջինը, որ ինձ ոչ մեկ չէր հավատում եւ ես ուզում էի ամեն կերպ ապացուցեի, որ ես ճիշտ եմ, դա շատ ուժ էր տալիս ինձ։ Այսինքն դա ամենակարևոր ինձ ուժ տվող փաստերից մեկն էր։ Երկրորդը, ես սիրահար եմ բիզնես գրքերի, այդ հոգեբանական գրքերի եւ այլն։ Հիմնականում այդ գրքերը ես աուդիո տարբերակով լսում եմ, շատ քիչ գրքեր եմ ես հիմա կարդում, քանի որ սովոր եմ արդեն լսելուն, կարող եմ ինչ-որ գործով զբաղվել եւ միաժամանակ լսել այդ աուդիո գրքերը։ Եվ ինչ եմ ես ստանում այդ գրքերից, նայեք, նախ հոգեբանորեն դուք հասկանում եք, թե ինչ է ձեզ պետք, որպեսզի դուք հասնեք հաջողության։ Բիզնես գրքերում շատ կան այդպիսի լավ խորհուրդներ։ Դուք հասկանում եք, որ միայն ձեր մոտ չէ այդ դժվարությունը։ Երբ որ դուք լսում եք ինչ-որ հզոր մարդկանց գրքերը, նրանց կյանքի պատմությունը, թե ինչ դժվարությունների միջով են նրանք անցնում, դուք հասկանում եք, որ այն ինչի միջով որ դուք անցնում եք, դա ուղղակի խաղ ու պար է։ Չզարմանաք, կան մարդիկ, ովքեր որ այնպիսի բաների միջով են անցել, որ չգիտեմ,
շատ քաջերը կկարողանային անցնել։ Հիմա ես ուզում եմ ձեզ պատմել մի 3 պատմություն, որտեղ որ դուք կհասկանաք, որ դժվարություններ բոլորի մոտ էլ լինում են։ Ուղղակի, երբ որ քո, չգիտեմ, ճկույտը ցավում է, դա քո համար ավելի կարևոր է, քան երբ որ ինչ-որ մի Աֆրիկայում երեխա է սովամա լինում։ Մարդու տեսակն է այդ ձևով ստեղծված, իմ սիրելի դիտորդներ ջան, ես չեմ ուզում հիմա ասել, որ մենք վատն ենք եւ այլն, բայց այնուամենայնիվ մենք էգոիստ մարդիկ ենք, որոնք որ հենց այդ ձևով են ստեղծված։ Եկեք կրկին 7 րոպեով կմտնեմ, որպեսզի չշեղվենք անընդհատ այս գործարքի վրա։ Հիմա նայեք, ուրեմն, առաջին պատմությունը։ Մի ժուրնալիստ մարդ է եղել, ումից որ իր շեֆը միշտ դժգոհ է եղել։ Ասել է դու չունես ստեղծագործական մտածելակերպ։ Քո տեղը այստեղ չէ եւ դուրս է հանել այդ մարդուն աշխատանքից։ Բայց այդ մարդը սիրել է ինչ-որ էսքիզներ նկարել, անիմացիոն ինչ-որ պերսոնաժներ եւ այլն։ Եվ այդպիսի մարդուն ասում են, որ նա չունի ստեղծագործական մտածելակերպ, պատկերացրեք։ Այդ մարդը ինչ-որ ուներ հավաքած գումար, ներդնում է գործի մեջ, որպիսի գործընկերոջ հետ կարողանա ստեղծի բիզնես։ Եվ նրա գործընկերները բոլոր գումարը նրա ձեռքից վերցնում են, քամում են նրան եւ դուրս են շպրտում։ Հիմա այս մարդը լրիվ մնացել է սնանկ վիճակում, լրիվ, լիարժեք սնանկ է։ Այն աստիճանի սնանկ է, որ շանկերով է սնվում։ Այդ կարգի ինքը վատ վիճակի է եղել։ Հիմա մի կերպ այս մարդը, մի վարքյան, ես այստեղ տեսնեմ ինչ է կատարվում, հիմա այս մարդը մի կերպ կրկին հավաքում է գումար, որպեսզի գնա եւ ուրիշների հետ համագործակցի, ուրիշ կազմակերպության հետ, բայց այս կազմակերպությունը նրա մտահղացումը վերցնում է եւ էլի դուրս է շպրտում, բայց այս մարդը էլի չի հանձնվում։ Ինքը ասում է ես ստեղծելու եմ մի կերպարի մուկ։ Բոլորը ասում են ինչ մուկ, աղջիկները, երեխաները մկներից վախենում են, մուկը լավ կենտանի չէ, տհաճ է, բայց այս մարդը ասում է ոչ, ես մուկ եմ ստեղծելու եւ նույնիսկ անունը դնելու եմ Միկի։ Երևի մենք արդեն հասկացանք, որ պատմությունը Ուոլթ Դիսնեյի մասին է, ով որ իդեպ գնում եւ այդ ժուրնալիստական կազմակերպությունը գնում է, ու ոչ միայն այդ ժուրնալիստական կազմակերպությունը, այլ նրա բոլոր մասնաճյուղերը։ Նա ասում է, որ ամենալավ վրեժը դա հաջողությունն է։ Մենք բոլորս էլ գիտենք, թե Դիսնեյը ինչ տիպի գումարներ է աշխատել եւ աշխատում։ Հետո կա այսպիսի մի պատմություն։ Լինում է մի երեխա, ով որ փոքր ժամանակ նրան ճանաչում են մտավոր հետամնաց։ Նա իր հասակակիցներից համ ավելի ուշ է սկսում խոսել, համ ավելի ուշ է սկսում կարդալ եւ գրել։ Այսինքն ամեն ինչով նա հետ է եղել իր հասակակիցներից։ Այստեղ մենք փակվեցինք պլյուս։ Տեսնենք նաեւ սա ոնց կփակվի։ Եվ այս տղային ուղակի դպրոցից դուրս են անում, պատճառաբանելով նրա ծնողներին, որ քո երեխայի պատճառով մեր մյուս երեխաները տուժում են։ Նա վատ ազդեցություն ունի երեխաների վրա։ Նա մտավոր հետամնաց է, տարեք եւ դուք սովորացրեք։ Եվ այս տղան մինչև 21 տարեկան հասակը ոչ մի ձև չի կարող իր տեղը գտնի կյանքում։ Ուր գնում է աշխատանքի դուրս են անում։ Երբ որ նա որոշում է ստեղծի լամպ, 10,000 անգամ փորձելուց հետո վերջապես Թոմաս Էդիսոնը ստեղծում է մեր լամպը։ Եվ 5000-ի ժամանակ եկել են ժուրնալիստները նրանից, որպիսի ինտերվյու վերցնեն, հարցրել են դու հո խելագար չես, 5000 անգամ փորձել ես չի ստացվել, ինչի ես շարունակում։ Նա ասում է ես 5000 անգամ ոչ թե անհաջողություն եմ ունեցել, այլ ես 5000 քայլ ավելի մոտ եմ, որպիսի ռեալիզացնեմ իմ նպատակը։ Հասկացեք, ես այդպիսի մարդկանցով միշտ ոգեշնչվել եմ, եւ այդ մարդիկ ինձ ուժ են տվել։
ես զգացել եմ ինձ այդպիսի մարդ։ Եվ մի պատմություն էլ կա։ Ուրեմն լինում է մի ինժեներ, ով ինքն իրեն է սովորում ինժեներություն, ինչպես որ ես ինձ թրեյդինգ եմ սովորել եւ դուք նաեւ ուզում եք սովորել թրեյդինգ առանց դիպլոմի, առանց վճարելու եւ այլն, ասեմ, որ ավելի շատ հավանականություն ունին մեծ հաջողությունների հասնել հենց այդպիսի ինքնուս մարդիկ։ Կարող եք պատմությունը ուսումնասիրել։ Այս մեր ինժեները գնում է մտնում է Toyota-ի կազմակերպությունը, սենց հպարտ ասում է. Իմ նման ինժեներ գոյություն չունի այս աշխարհում։ Չկա մի հատ ինժեներ, որ կարողանա իմ հետ համեմատվի։ Կարող եք գալ եւ փորձել իմ հետ մրցվել։ Այնտեղ Toyota-ում ասում են, «Էս ով է այս խելագարը։ Դու սարեք սրան»։ Ասում են, «Դու չգիտես ուր ես եկել կամ ով ես դու վաբշե։ Գնա այստեղից»։ Դուրս են անում նրան։ Հիմա այս մարդը տխուր, ահավոր վատ վիճակի գնում է եւ չգիտի ինչ անի, ահավոր վատ վիճակի մեջ է։ Եվ ասում է. «Հա, մի քանի հոգի Toyota-ում չհավատացին իմ ուժերին։ Բայց դա հո չի նշանակում, որ ես չեմ կարող լինել ինժեներ։ Եկեք այս մեր պլյուսն էլ մենք դիմավորենք, իմ սիրելի դիտորդներ ջան։ Ահա։ Եկեք մի ուրիշ սիտուացիայում ես հիմա կատարեմ գործարք։ Ու եկեք այստեղ գնանք կրկին վերև, իմ սիրելի դիտորդներ ջան։ Նայեք։ 5-ով ենք, չէ՞, մենք սկսել։ Եկեք 5-ով էլ գնանք առաջ։ Հիմա այս մարդը գնում է եւ ասում է, որ ես Ալյուբոմ ու դառնալու եմ ինժեներ։ Մի քանի հոգի Toyota-ում չէին հավատում, հա ինչ անենք։ Անհաջող օրեր շատ են լինում։ Եվ այս մարդը, չնայած որ նրան ասում են դու ինժեներ չես, նա շարունակում է ցանկանալ լինել ինժեներ։ Քանի որ դա է իր նպատակը, գնում է ու գարաժում սկուտերներ է ստեղծում։ Դուրս է գալիս իր համար, ոչ ինչ-որ մեկին բան է ուզում ասել, ոչ ինչ-որ մեկին ուզում է ցուցադրել, իր համար։ Սկսում է քշել, որպեսզի հաճույք ստանա իր ստեղծածով։ Հարևանները տեսնում են, ասում են. «Էս ինչ ես դու սարքել, հələ դուր մենք էլ քշենք»։ Տալիս է, հարևանները քշում են ու ապշում են, ասում են. «Էս ինչ ես դու սարքել»։ Ասում են. «Լավ է, Toyota-ն քեզ ինչ պետք է։ Դու բաց կազմակերպություն»։ Այս մարդը ասում է ճիշտ եք ասում։ Եվ սկուտերով նա սկսում է, բայց դրանով չի ավարտում։ Նրա անունն է Honda։ Այս պատմությունները ես ինչու եմ ձեզ պատմում, որպեսզի դուք հասկանաք, որ միշտ հզոր հաջողության հասնելու ճանապարհը շատ բարդ է, եւ որքան որ դժվար է, այդքան հաճելի է, երբ որ դու հասնում ես քո նպատակին։ Քանի որ նայեք, հարցը նպատակին հասնելը չէ։ Ճիշտ հասկացեք ինձ։ Ես ասում եմ, եթե 156 իմ պարտությունից մեկ հատը հանեք, ես ունեցել եմ բալանս $1000, ասենք մի $10 բալանսս հանեք։ Իմ $1 գործարկը հանեք։ Ես էլ չեմ լինի այս մարդը։ Ես չեմ լինի այս մարդը, որը որ ես հիմա եմ, քանի որ այդ ամեն մի փոքր մարուկն է ստեղծել իմ կերպարը։ Քանի որ այդ դժվարությունն է տվել ինձ այսպիսի գիտելիքներ, այսպիսի իմաստություն, որ ես կարողանամ կիսվել այսօր ձեր հետ։ Ես ճիշտն եմ ուզում ասել, ես ի սկզբանե չեմ ուզեցել բացել այսպիսի պրակտիկ թրեյդինգային ալիք, ես ուզեցել եմ բացել թրեյդինգի հետ կապված ալիք, որտեղ որ ես ուղղակի խոսում եմ հոգեբանությունից։ Քանի որ ես հասկանում եմ, որ հոգեբանությունն է խնդիրը մարդկանց, ես ուղղակի ուզում էի բացել հոգեբանության եւ մոտիվացիոն ալիք։ Բայց ես ասեցի, բերեք համատեղ եմ հիմա, համ պրակտիկա կցուցադրեմ, համ մոտիվացիա եւ հոգեբանություն, քանի որ եթե ուղղակի խոսեմ հոգեբանությունից, մոտիվացիայից, մարդիկ ինչ կիմանան, որ ես այն մարդն եմ, ում կարելի է լսել, ում պետք է լսել։ Չցուցադրես ախր։ Հա շատ էլ որ կան թրեյդերներ, ովքեր գովազդ են անում, ասում են եկեք իմ մոտ սովորեք այսքան գումարով, բայց թե ինչպիսի թրեյդեր եմ ես, դուք չեք տեսնի, ոչ էլ իմ գործարքները կտեսնեք։ Բայց դուք պիտի գաք վճարեք ու սովորեք, շատ էլ որ կան այդպիսի մարդիկ։ Հա բայց վերջը։ Ախր եթե դուք գիտակից մարդ եք, եթե դուք նայում եք
Նյուշելի ձեր մոտ չի առաջանում հարց այդ գովազդը նայելուց, լավ ախպեր։ Այդ մարդիկ չեն ցուցադրում ոչ մի պրակտիկա, ոչ մի գործարքների պատմություն։ Չեն կիսվում, բայց կա ալիք, ասենք YouTube-ում, ով որ անվճար միայն պրակտիկա է ցուցադրում, արդեն հարյուրավոր գործարքներ։ Նույնիսկ երևի երեխան հասկանար, թե որն է իրեն ավելի պետք։ Եվ կան նաև YouTube-յան թրեյլերներ, ովքեր որ մի քանի վիդեո են տեղադրել իրենց ալիքում ու վсё, էլ չկան։ Իսկ ինչի չկան։ Կարող է մինուս են գնացել, էլ չունեն բալանս, դրա համար էլ չեն նկարում վիդեո։ Ով իմանա։ Բայց ես արդեն որքան վիդեոներ ունեմ։ Եվ դժվար էլ ես դատարեմ բալանսի զրոյացման պատճառով իմ վիդեոները։ Ես կարող եմ դատարեցնել, ասենք, երբ որ ես ցանցրանամ, հոգնեմ, բայց չվախենաք, ես այդ ժամանակ էլ կարող եմ իմ բալանսը ցուցադրել ձեզ։ Դուք вообще պրոբլեմ չունեք, իմ սիրելի դիտորդներ ջան։ Նայեք, ես ուզում եմ, որ դուք այդ իլյուզիաներից դուրս գաք։ Կան, ասենք, թրեյդերներ, ովքեր բացում են TradingView կայքը, չեմ ուզում ուղղակի հիմա բացել TradingView կայքը։ Այս պատմությունն եմ բացում, եկեք հիմա գործարքը կատարեմ նոր էլի։ Իմ սիրելիներ ջան, եկեք հիմա գործարքը կատարենք։ Ես չեմ ուզում ուղղակի 2 րոպե 1 գալ եւ ավարտը ցես ցուցադրել, բալիբոմում մենք պլյուս կփակվենք, դուք դա գիտեք, ինձանից լավ։ Նայեք, ցես բացում են նախկինում տեղի ունեցած շարժումները ու սենց սկսում են ցես սովորեցնել trading։ Նայեք իմ սիրելի դիտորդներ ջան, եթե ես օրինակ Վլադիմիրը այստեղից որոշեի կատարեի trade, ես այստեղից կկատարեի վաճառք։ Բայց ինչու՞։ Քանի որ նայեք, այստեղ կա այսպիսի pattern։ Այս pattern-ի անունն է թռչող թևեր։ Նայեք, այսենց թռչող թևեր pattern կա։ Այս թռչող թևերից հետո պարտադիր մենք պետք է իջնենք ներքև։ Եվ ես աշխատել եմ, չգիտեմ ինչքան։ Այն ժամանակ, ասենք մի շաբաթ առաջ, ես չգիտեմ ինչքան աշխատել եմ։ Բայց դա չկա, այդ վիդեոն, ասենք, իմ մոտ չի ստացվել։ Այդ վիդեոն չնջվել է, կամ ես չէի պատկերացնում, որ ձեզ կհետաքրքրի, դրա համար չկա վիդեո։ Բայց դուք հավատացեք ինձ, ես Վլադիմիրս երբեք ձեզ չեմ խաբի։ Դուք ուղղակի պետք է վստահեք ինձ և հավատակ ինձ։ Այ, սա հումորային էր, իմ սիրելի դիտորդներ ջան, ուղղակի այդպիսի վիդեոներ դիտելուց ես չգիտեմ, ես ավելի շատ եմ չհայնանում, քան թե որ գնամ մինուս, ասենք։ Չգիտեմ իմ սիրելի դիտորդներ ջան, ուղղակի ինչ ասեմ ձեզ, ես չգիտեմ էլի ինչ ասեմ ձեզ, որ դուք հասկանաք էլի իմ ցավը։ Նայեք, դուք պետք է քաջ գիտակցեք, որ չկա գարանտիա, ու առհասարակ կյանքում ոչ մի ոլորտում չկա գարանտիա, ախր մենք չգիտենք վաղը մենք ողջ կլինենք, թե ոչ։ Մենք չենք դա որոշողը, Աստված է, չէ՞ որոշողը։ Հա մենք կարող ենք մեզ լավը զգալ այսօր, բայց մի ժամ հետո նույնիսկ չգիտենք ինչ կլինի։ Հավատացեք, ես դա լավ գիտեմ, ես 20 թվի պատերազմի մասնակից եմ։ Եղել եմ վաշտի բժիշկ, իմ հաստիքով։ Եվ ուղղակի կասեմ, որ մենք չգիտենք 1 ժամ հետո ինչ կլինի մեր հետ։ Ես եթե նույնիսկ իմանամ, որ վաղը իմ վերջին օրն է, ես սենց ասեմ հպարտությամբ կգնամ, քանի որ հնարավորինս փորձել եմ լավ ապրել, չեմ ասում լավ եմ ապրել, քանի որ ես չեմ դատավորը։ Դատավորը վերևում է, և իմ պատկերացնելով ես փորձել եմ ու հնարավորինս լավ ապրեմ։ Փորձել եմ օգնել մարդկանց, ինչով որ կարողացել եմ։
Ես երջանիկ եմ եղել, քանի որ ես, ասենք, ունեցել եմ այսպիսի հոբբի։ Թրեյդինգը աշխատանք չի իմ համար, եւ ես պրոֆեսիոնալ թրեյդեր էլ չեմ, ասեմ իմանաք, իմ սիրելի դիտորդներ ջան, եւ ինչու ես պրոֆեսիոնալ չեմ, հիմա կասեք։ Իսկ ես կասեմ, որ այստեղ հələ որքան ենք մենք մինուս ընդհանրապես, եկեք լավ սենց անենք իմ սիրելիներ ջան, նայեք, ես պրոֆեսիոնալ չեմ, քանի որ ես ոչ մի սերտիֆիկատ կամ չգիտեմ դիպլոմ չունեմ թրեյդինգում, նույնիսկ չգիտեմ էլ ինչ են տալիս, դա ինձ պետք էլ չի, ասենք ես ոչ մեկի մոտ չեմ աշխատում, որ ինձ պետք լինի սերտիֆիկատ կամ ինչ-որ դիպլոմ, ես այնպիսի մարդ եմ, որ ես վիդեոներով ցուցադրում եմ իմ գիտելիքները։ Ասենք դիպլոմ կամ սերտիֆիկատ թող ունենա այն մարդը, ով որ ձեզ ոչ մի բան չի ցուցադրում, ասում է եկեք եւ ինձ վճարեք եւ սովորեք ինձ մոտ։ Բայց թե ինչպիսի թրեյդեր եմ, դուք չգիտեք, բայց եկեք իմ սերտիֆիկատը տեսեք, ասենք։ Այս սերտիֆիկատը ձեզ կօգնի, որպեսզի դուք դառնաք աշխատող թրեյդեր։ Գիտեք ինչ, օրինակ ես մի բան էլ չեմ հասկանում։ Եթե աշխատող թրեյդերներ են, իրենց ինչ պետք է այդ գումարը սովորեցնելու համար։ Հայս հասկանում եմ, ավել գումարը չի խանգարի։ Բայց չգիտեմ, նայեք, ես սենց եմ մտածում։ Եթե ես օրինակ բացեի կազմակերպություն, դե ես պիտի սովորեցնեի, չէ՞։ Թե հո չէի գտնի ինչ-որ դասատուի, ասենք 1%-ում գտնվող աշխատող թրեյդերի, ով որ կսովորեցներ ձեզ թրեյդինգ, իմ մոտ կլիներ ինչ-որ դասատու, հա, ուսուցիչ։ Աշխատավարձով ուսուցիչ, 1%-ում գտնվող մի հատ աշխատող թրեյդեր։ Իհարկե չէր լինի։ Այդ մարդը, ասենք, կամ ընդհանրապես չէր ուզենա իմ մոտ աշխատեր, կամ ասենք ինքը իր կազմակերպությունը կբացեր, իրեն ինչ պետք է գա ուսուցիչ։ Եթե լինի էլ, կլինի իր անձնական կազմակերպության մեջ, եթե ուզի էլ կլինի միայն իր կազմակերպության մեջ ուսուցիչ։ Մենք պլյուս փակվեցինք։ Հիմա նայեք, ես ուղղակի զարմանում եմ, լավ, ասենք ես եմ բացել, ու ես պիտի լինեմ։ Բնականաբար ոչ մի աշխատող թրեյդեր չի գա իմ մոտ աշխատի։ Լավ, ասենք ես իմ ժամանակը, ես ասենք չգիտեմ, այդ 2 ժամը, որ սովորեցնեմ մարդկանց թրեյդինգ, որքան գումար ես պիտի վերցնեմ, որ ասենք լավ լինի։ Հա? Նու, դիտելով իմ ալիքը եւ այլն, հասկանալով իմ գիտելիքները, իմ մակարդակը թրեյդինգում, ասենք որքան ես պիտի վերցնեմ, որ ինձ ձեռք տա։ Ինձ պայլուվով ու ձեռք չի տա։ Դրա համար ավելի լավ է ես անվճար սովորեցնեմ այսպես, քան թե ես իմ գիտելիքները գնահատեմ, չգիտեմ, որքան, $1000։ Ոչ, իմ գիտելիքները հաստատ $1000 չարժեն։ Իմ գիտելիքները անկին են իմ համար։ Եվ ես ավելի լավ է այդ գիտելիքները տամ ձեզ անվճար, քան թե դնեմ գին եւ վաճառեմ։ Ասեմ, որ ես դրա կարիքն էլ չունեմ, ես ուզում եմ կազմակերպություն բացեմ, որպեսզի ստեղծեմ հնարավորություն շատ եւ շատ մարդիկ լինեն ինձ գործընկերներ։ Կդարձնեմ աշխատող թրեյդեր նրանց։ Չմտնեք կոմենտով գրեք, դու հիմա էլ կարող ես բացել օֆիս, դա մեծ գումարներ չէ։ Կազմակերպություն ասելով ես ի նկատի չունեմ օֆիս, եւ դա ասենք այդ ձեր պատկերացրածը չէ։ Այդպիսի բան հնարավոր է, որ ընդհանրապես չի եղել։ Կա մի դիտորդ, ով որ չանասիրաբար կոմենտներով անդադ գրում է դու հիմա էլ կարող ես բացել, դու հիմա էլ կարող ես բացել, ես հիմա էլ կարող ունեմ օֆիս։ Ես հիմա էլ հնարավոր է, որ շատ բաներ ունեմ։ Բայց այն ինչը որ ես մտածել եմ, ես լավ գիտեմ, կարող եմ ես հիմա ռեալիզացնել, թե ոչ։ Խնդրում եմ ձեր խորհուրդները, այդ լոգիկայի մեջ մտնող խորհուրդները
միք գրեք ու ճանասիրաբարել միք փորձեք մոդերատորների միջոցով ինձ հասցնել։ Ասենք ես չեմ ասում քնելուց առաջ ատամները ձեր լվացրեք, նոր քնեք։ Դա ամոթ է, չէ՞։ Այդպիսի սովորական պրաստոյի բանը ես ձեզ խորհուրդ տամ։ Չգիտեմ, մտնում ասում են դու հիմա էլ կարող ես տրեյդինգի օֆիս բացել։ Հա։ Շատ շնորհակալ եմ իհարկե, բայց եթե ես կոմենտի, ասենք, չեմ պատասխանում, չնայած որ պատասխանել եմ, երկու անգամ այդ մարդու կոմենտին պատասխանել եմ, բայց այնուամենայնիվ փորձում են ուրիշ ձև իմ հետ կապնվել։ Ես ավելի լավ գիտեմ, երբ եւ ինչ կարող եմ բացել։ Այն ինչը որ ես մտածել եմ, մեծ գումարներ է պետք։ Եվ եթե Աստված հաջողի եւ կարողանամ, կվերցնեմ միանշանակ արժանի մարդկանց, արժանի ասելով պայքարող մարդկանց։ Նայեք, ես երբ որ ձեզ խորհուրդ եմ տալիս չհանձնվել պայքարել, դուք չմտածեք, թե ես դա ասում եմ, որպեսզի դուք գնաք տրեյդինգով, չգիտեմ, մեծ գումարներ կորցնեք։ Ոչ, ասենք իմ կյանքի ամենամեծ պայքարը, հələ ես 25 տարեկան եմ, եղել է տրեյդինգը։ Բայց ես ունենալու եմ ուրիշ պայքարներ էլ, ավելի հզոր, ավելի լավ, ավելի մեծ։ Բայց սա է հիմա իմ կյանքի մեջ եղած ամենամեծ պայքարը, որում որ ես երևի թե հաղթած եմ դուրս եկել։ Նայեք, բայց երբ որ ես ձեզ ասում եմ պայքարեք, դա չի նշանակում, որ մտեք տրեյդինգով, ասենք ձեր տունը դրեք եւ կորցրեք։ Լինում է, որ ես ասում եմ պայքարեք, մտնում են կոմենտով, ես բոլորիդ էլ շատ սիրում ու հարգում եմ, բայց ասենք կոնե այդպիսի հասարակ բաները, այն որ իմ համար ուղակի լավ ռուսերեն ասեմ, աբիդնի է։ Ես ասում եմ պայքարեք ու անընդհատ էլ շեշտում եմ, որ տրեյդինգը դրած մի կողմ, պայքարեք կյանքում։ Նայեք, դուք հնարավոր է, որ ընդհանրապես տրեյդինգով չզբաղվեք, բայց մտնեք եւ լսեք իմ ալիքում իմ խոսքերը, իմ խորհուրդները, հասկանաք, որ դա ձեզ դուր է գալիս, դա ձեզ օգնում է, դա ձեզ պետք է։ Եվ ընդհանրապես տրեյդինգով չզբաղվեք եւ հալալ է ձեր ցավը տանեմ ես։ Ես ոչ չեմ ասում միայն պետք է լսեն տրեյդերները կամ միայն պետք է տրեյդերները պայքարեն։ Ոչ, ես անընդհատ ասում եմ, իմ խորհուրդները ընդհանուր կյանքի վերաբերյալ են։ Այո, ես ունեցել եմ պայքար տրեյդինգում։ Ես իմ կյանքի մեջ ամենամեծ պայքարս տրեյդինգն է, բայց դա չի նշանակում, որ ձերն էլ պետք է լինի տրեյդինգը։ Հա, ես տրեյդինգի վրա եմ ձեզ ցուցադրում։ Իմ օրինակը տրեյդինգն է։ Ես գիտելիքների տեսանկյունից կարող եմ որոշակի չափով օգնել ձեզ տրեյդինգում։ Ինչու եմ ասում որոշակի, քանի որ հոգեբանությունը բաներ կան, որ ես չեմ կարող ձեզ դա սովորեցնել։ Պայքարեք միանշանակ կյանքում։ Եթե հասկանում եք, որ տրեյդինգը ձերը չի, մի շարունակեք։ Քանի որ սա ռիսկային մասնագիտություն է։ Ես շարունակել եմ, բայց ես ինքս գիտակցել եմ իմ ռիսկերը, ես հասկացել եմ, որ ես այնքան ուժեղ եմ, որ ես կարող եմ, ես հավատացել եմ ի սրտե, որ ինձ ստեղծել է Աստված դրա համար։ Ես իմ ամեն ինչով հասկացել եմ, որ ես ստեղծված եմ տրեյդինգի համար։ Հիմա մնացածը դուք պետք է որոշեք, ես ասել եմ ու կասեմ, ես չեմ կարող ձեզ խորհուրդ տալ ռիսկային մասնագիտություն։ Պլյուս փակվեցինք։ Քանի որ ամենակիչը դա անարդար կլինի։ Ես չեմ կարող ձեզ խորհուրդ տալ այն մասնագիտությունը, որտեղ որ ձեր հաջողության հավանականությունը քիչ է։ Քանի որ դժվար մասնագիտություն է, հոգեբանական առումով, վերլուծությունը դժվար չէ, հավատացեք։ Այդ որ քնում եք, չգիտեմ, պետք է վերլուծություն սովորեք, դա կարող եք այս ալիքից էլ սովորել։ Բայց հոգեբանությունը, պրակտիկան, դա ժամանակի խնդիր է։ Նայեք, ես ասեմ, այն 2 տարին, որը որ ես կուրսներ եմ ունեցել, վերլուծությունը ես սովորել եմ, ասենք, մի 2-3 ամսվա։ Հա չեմ ունեցել փորձ եւ պրակտիկա, այդ աստիճանի չի եղել, բայց ընդհանուր բազան հիմքը իմացել եմ։
բայց այ հոգեբանությունը հաղթահարելու համար ինձ պետք էր տարիներ։ Մենք ունենք երկու օգնական ծրագիր՝ Phoenix Premium AI եւ Phoenix AI, ստեղծված սկսնակների համար։ Նայեք, Phoenix Premium AI-ը ուղղակի սեղմում եք արժույթի անունի վրա եւ ստանում եք վերլուծությունը։ Նայեք, օրինակ, սա որն էր։ Outcad, եկեք հիմա գտնենք Outcad-ը եւ կատարենք գնում։ Ահա տոկոսն էլ է լավը։ Ախտերներս բերեց, հա, իմ սիրելի դիտորդներ ջան։ Եկեք 6 րոպեով, բայց ինչի կատարեցի։ Լավ, 6 րոպե։ Նայեք, ես նույնիսկ վերլուծություն չկատարեցի, բայց ես սխալ արեցի։ Ես չկատարեցի, քանի որ ես մի քիչ ինքնավստահ զզվելի թրեյդեր եմ։ Չկրկնեք իմ այսպիսի ինքնավստահ զզվելի արարքները։ Վերլուծությունը ստանալուց հետո բացում եք TradingView կայքը, կատարում եք ձեր ինքնուրույն վերլուծությունը, ասենք տեսնում եք, որ թրենդը վերև է, լավ մոմեր կա, հատվածներ կա եւ այլն, ոնց որ ես ձեզ սովորեցրել եմ, կան ալիքում Trading-ը 0-ից այդպիսի դասեր, կուրսեր։ Կարող եք բացել եւ սովորել։ Համոզվելուց հետո, որ վերլուծությունը ճիշտ է, համընկնում է ձեր գիտելիքների հետ։ Նոր արդեն կատարում եք գործարքը։ Մինչ մեր գործարքը ավարտվի, եկեք ես ձեզ ներկայացնեմ մեր ալիքները եւ ինչպես ստանալ այս մեր անվճար ծրագիրը, անվճար է։ Եթե այս ծրագիրը ես վաճառեի, դուք չէիք կարողանա ձեզ թույլ տայիք այս ծրագիրը գնել, քանի որ կլիներ մեծ գումար։ Չզարմանաք, ես եթե վաճառեի, կտնեի մեծ գումար։ Իմ ծրագրավորողները ուղղակի ասում են, «Բեր վաճառենք էլի, ախր սա շատ լավ ծրագիր է»։ Ախր բեր վաճառենք, ես ասում եմ ոչ, իմ սիրելիներ ջան, չէ։ Նախ ես ուզում եմ սա անվճար տրամադրել, եւ սա ռիսկային մասնագիտություն է, որտեղ չկա 100%-անոց ծրագիր, փողի կոճակ չկա։ Մարդիկ սա առնելով կարող է խափնվեն, մտածեն, որ սա 100%-անոց արդյունք պետք է տա, եւ նրանք աշխարհի տերերն են։ Իհարկե դժվար է պատկերացնել նման մտածելակերպով մարդու, եւ չգիտեմ, տնեն մեծ գումարներ կորցնեն։ Դրա համար ես սա տրամադրում եմ անվճար, մի երկու փոքր պայման պետք է կատարեք եւ զգուշացնում ենք, որ սա ուղղակի օգնություն է ձեզ։ Նայեք, որպեսզի ստանաք, սա էլ OTC-ի համար է, ասեմ իմանաք, դժվար չէ օգտագործելը, կա վիդեո։ Կարող եք բացել եւ ալիքում գտնել։ Նայեք։ Այս երկու ծրագրերը ստանալու համար դուք պետք է կատարեք երկու փոքր պայման, որը հիմա կասենք։ Հիմա կասեմ ինչ պայման։ Եվ մենք ունենք նաև արդյունքների ալիք, գիտեք, չէ՞։ Նայեք, մեր դիտորդները կիսվում են իրենց արդյունքներով։ Հիմնականում այն մարդիկ են, ովքեր որ ստացել են այս ծրագրերը եւ մեր փակ Telegram-յան ալիքում են, Phoenix Trading VIP ալիքում են։ Նայեք, նրանք այսպիսի իրենց արդյունքներով տարբեր մարդիկ, լրիվ տարբեր մարդիկ են, իմ սիրելի դիտորդներ ջան։ Այնպիսի ուժեղ աստղաբաշխական արդյունքներ կան մեր այս ալիքում, որ նույնիսկ չեք էլ պատկերացնում, իդեպ Ապիսանիայի բաժնում եւ մեր բաց Telegram-յան ալիքի ամրացված հաղորդագրության մեջ կգտնեք այս բոլոր հղումները, բացի այս VIP ալիքի հղումից, հիմա կասեմ ոնց ստանաք դրա հղումը, նայեք իմ սիրելի դիտորդներ ջան։ Մենք ունենք Phoenix օգնություն ալիք, որը որ հենց հիմա էլ կարող եք օգտագործել։ Կրկին Ապիսանիայի բաժնում կգտնեք, նայեք։ Սեղմում եք եւ ստանում եք այսպիսի ձեր մինիմալ տեխնիկական խնդիրների լուծումները։ Այսինքն ինչպես համալրել, ինչպես կանխիկացնել եւ այլն, թե տեքստային տարբերակով եք ստանում պատասխանը, թե սկրինշոտային։ Այսքան բանը ես ստեղծել եմ ձեր համար։ Հիմա օգնական ծրագրերի մեր վիդեոները, այդ երկու օգնական ծրագրերը ինչպես աշխատացնել։ Նայեք, ինչպես միանալ փակ ալիքին։ Կարող եք կարտալ, հիմա ես կասեմ գրանցվեք Pocket Option-ում մեր պաշտոնական գրանցման լինքով։ Pocket Option կայքում, նայեք, սա այդ լինքն է եւ այս լինքը կգտնեք թե Ապիսանիայում, թե մեր բաց ալիքում կգտնեք, եթե ուզեք, հաստատ իմացեք։ Կատարեք $20 դեպոզիտ ձեր նոր հաշվին։ Ուղղակի պետք է ունենաք այդ մինիմալ քարտային համալրման գումարը։ Ամենամինիմալն եմ դրել։ Նայեք, $20-ը քիչ է, որpեսզի դուք արդեն աշխատեք գումար տրեյդինգում։ Բայց այդ գումարով դուք կարող եք ստանալ պրակտիկա եւ գիտելիքներ եւ կարող եք ստանալ մեր այս օգնական ծրագրերը եւ կհասկանաք թե թրեյդինգը ընդհանրապես ձեր համար է թե ոչ։
Հասկանում եք, հա ես թրել եմ այսպիսի մինիմալ գումար, բայց ես թրել եմ նրա համար, որպեսզի բոլորը կարողանան իրենց թույլ տալ հայտնվել մեր փակ ալիքում, այսինքն ես զուտ թրել եմ այդ մինիմալ գումարը։ Բայց դա չի նշանակում, որ $20 դուք կարող եք աշխատել մեծ գումարներ, դա ես կլինեմ ստախոս, եթե ասեմ, որ կկարողանաք, ոչ։ Սա նախատեսված է ձեր համար պրակտիկ գիտելիքներ ստանալու համար։ Հիմա այստեղ նայեք, ասեմ իմանաք, ովքեր չգիտեն, սա նորություններ մեր մոտ միացավ, նորություններ, նայեք ինչ շարժում է այստեղ տեղի ունեցել, ուղղակի մի հատ ապշելի շարժում է։ Եվ եթե այսպիսի արագ շարժումներ տեղի ունենա, մենք երևի թե չկատարենք trade, քանի որ մեր մոտ հիմա էկոնոմիչեսկի նովեստի, բայց իհարկե ոչ Հայաստանում, այլ Ամերիկայում, բայց այնուամենայնիվ ազդում է մեր այս TradingView կայքի արժույթների վրա։ Հիմա նայեք իմ սիրելի դիտորդներ ջան, այս երկու պայմանները կատարելուց հետո ինչ պետք է անեք դուք։ Նայեք, սեղմում եք ձեր այս ավատարկի վրա, ստանում եք ձեր UETH ID-ն pocket-ի եւ գրում եք այս bot-ին եւ ուղարկում եք։ Չվախենաք, թե ինչի մենք պետք է ուղարկենք մեր ID-ին։ Դուք ուղարկում եք, որպեսզի մեր admin-ը ստուգի կատարել եք մեր պայմանները, թե ոչ։ Եթե կատարել եք, կտա ձեզ հղումը մեր փակ Telegram-յան ալիք եւ դուք կստանաք արդեն իսկ այս ծրագրերը, կարող եք օգտագործել երբ ուզում եք։ Հա, Phoenix Premium AI-ը աշխատում է աշխատանքային օրերին 12 ժամ։ Ինձ թվում է $1-ով հերիք է։ Իսկ Phoenix AI-ը, թե OTC արժույթները միշտ են աշխատում, կարող եք միշտ աշխատացնել, գիշեր ցերեկ, երբ ուզեք։ Հիմա նայեք։ Մենք ունենք բաց Telegram-յան ալիք, որտեղ որ դուրս են գալիս ամեն օր հետաքրքիր եւ թարմ նորություններ եւ նույնիսկ այս ամրացված մեր հաղորդագրությունը, որը որ ես ասում եի, նայեք, կան ցես հետաքրքրող բոլոր այս հղումները։ Խնդրեմ։ Հիմա մեր մոտ այսպիսի բարդ սիտուացիա է, տեսեք, նորություններ են դուրս եկել եւ ես հիմա ուղղակի ուզում եմ TradingView կայքը բացել։ Նայեք, մինչ TradingView կայքս բացվի, եկեք դիմավորենք մեր այս գեղեցիկ մինուսը։ Ահա։ Outcut, նայեք։ Այս շարժումը բնականաբար նորմալ չէ, հասկանում եք, չէ՞, հələ նայեք ծավալին։ Ծավալին հələ նայեք։ Եկեք, որքան ենք, մենք մինուս $100, մենք մինուս ենք, հա։ Մոլодец։ Լավ, եկեք, թե 200 ու բերեք $200 վերև։ Նայեք, հիմա մեր այս խեղճ ծրագիրը ուղղակի չգիտեր, որ հիմա պետք է նորություններ են միանան։ Հիմա ես միատել եմ ուզում մեր ծրագրին հարցում կատարել outcut-ը, նայենք ինչ կասի։ Նայեք, մեր այս ծրագիրը արդեն ասում է trade չկատարել, սպասել։ Այսինքն նա հասկացավ, որ այստեղ լրիվ խայտաբղետ մի հատ վիճակ մեր մոտ ստեղծվավ։ Եվ իմ սխալն էր, որ ես ի սկզբանե 6 րոպեով կատարեցի գործարք։ Նենց որ մեր ծրագրին չմեղադրենք, բայց ի վերջո մենք պալյուվով ու պլյուս կփակվենք։ Հա, երկրորդ դագոնով կփակվենք պլյուս։ Հա, ինչ անենք։ Համել կտեսնեք, որ սա փողի կոճակ չէ։ Նայեք, սա իմ առաջին գործարքն էր եւ այս 3-ը իմ առաջին դագոնն էր։ Ես ուղղակի սիրում եմ այսպես կլիկ անել։ Վերջ, հիմա մենք ավարտում ենք արդեն մեր այս օրվա վիդեոն։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներից, քանի որ եթե չլինեիք դուք, ես չէի էլ նկարի վիդեոներ, հավատացեք։ Եթե հիմա չլինեք դուք, ես կդատարեմ իմ ալիքը։ Հա, կթողնեմ, թող իմ VIP Telegram-յան ալիքը աշխատի, թե մարդիկ վերջը պայման են կատարել, չէ, որպեսզի ստանան ծրագրեր եւ ուզում են սովորել։ Բայց եթե իմ ակտիվ դիտորդները չլինեն, եթե չլինեն լայքերը, կոմենտները, այսինքն չլինի ակտիվություն, երկրորդ օրը ես էլ վիդեո չեմ էլ նկարի։ Այնց որ դուք եք պահում այս ալիքը, իմ սիրելի դիտորդներ ջան, հա չեք վճարում, բայց ձեր ցանկությունը իմ համար այնքան կարևոր է, որ դուք չեք էլ պատկերացնում։ Նայեք։ Մենք աշխատեցինք, չէ՞։ Ի վերջո։ Սա ուղղակի նորություններ էր։ Կարող եք տեսնել այս աննորմալ ծավալների չափսերը եւ
այս աննորմալ մոմերի չափսերը, մեր խեղճ ծրագիրը այս ծավալների եւ այս մոմերի ժամանակ ասեց կատարիր քնում եւ իրոք մեր քինը հասավ այս վերևի կետին եւ ով իմանար, որ պետք է նորությունները միանան եւ լավ ինչ որ այ ցանկանում եմ ձեզ լավ օր եւ հաջողություն